Միացրել եմ։ Խնդրում եմ ներկայացնել, թե այսօր ինչի համար եք հրավիրել այս հավաքը եւ գլխավոր նպատակը։ Ուրեմն ես նախ ցանկանում եմ կիսվել այս շաբաթվա ընթացքում իմ համար ամենագլխավոր նորությամբ։ Ունենք 4 հատ դիմորդ, այսինքն 4 հոգի դիմել են դատական պաշտպանության իրենց ընտրացուցակներում ներառելու պահանջով։ 4 հատ դիմողից 3 դիմողի դատական ակտով բավարարվել է նրանց պահանջը։ Այսինքն դատարանները 3 տարբեր որոշումներով, ընդ որում այդ որոշումները ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերանայման ու բողոքարկման ենթակա չեն, 4-ից 3-ը դատարանը բավարարել է։ Մեկը մերժել է պայմանավորելով այլ հանգամանքով։ Զուտ պայմանավորել է այն հանգամանքով, որ վեճը ենթակա է քննության ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով։ Այսինքն չի ասել Արցախցին չունի ընտրական իրավունք։ Իսկ մնացած 3 դատական ակտերով հստակ արձանագրվել է, որ Արցախցին անկախ 070 կոդով անձնագիր ունենալու հանգամանքից քաղաքացիություն ընդունելուց կամ չընդունելուց ունի ընտրական իրավունք։ Ինչու՞ն է կայանում տրամաբանությունը։ Քաղաքացիության մասին օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է կրել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ եթե Արցախցին կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որի առաջին էջում նշված է իր քաղաքացիություն նշված է ՀՀ քաղաքացիություն, ապա այդ քաղաքացիությունը կարող է դադարել բացառապես օրենքով սահմանված կարգով։ Այլ եղանակով քաղաքացիությունը դադարել հնարավոր չէ։ Իսկ օրենքով որևիցե օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ, որ քաղաքացու քաղաքացիությունը կարող է դադարել կառավարության որոշմամբ։ Այս սա է դատարանի որոշման տրամաբանությունը։ Դատարանը ասում է, եթե դու այդ մարդու շնորհել ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ այդ մարդը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ապա կառավարության որոշմամբ այն դադարել չի կարող։ Եվ քանի որ Սահմանադրության ու Ընտրական օրենսգիրքի ուժով Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունների մասնակցելու եւ քվեարկելու իրավունք, ուստի արցախցիները այդ պարզ տրամաբանությամբ կարող են մասնակցել ընտրական սպասվող ընտրությունների։ Հիմա ամենակարևորը դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Նախ ներքին գործերի նախարարությունը մի հատ անհեթեթ հայտարարություն է տարածել։ Գիտեք, չէ, այդպես չէ, սա օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշման նկատմամբ անարգանք է։ Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը։ Բառի բուն իմաստով անարգանք է, որովհետև դատարանը իր որոշման մեջ հստակ նշել է, որոշում ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։ ՆԳՆ-ն սա անտեսեց, ասում է, չէ, այդպես չի եւ հրապարակային հայտարարություն տարածեց։ Ու գիտեք, զարմանալին այն ինչն է, որ ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է դատարանի որոշումը։ Բողոքարկել է մի որոշում, որը որ բողոքարկման ենթակա չէ։ Հաջորդի տրամաբանությունները։ Ինչ վարույթ ընդունվել է։ Հաջորդ հենց դրա մասին եմ ցանկանում խոսել։ Հաջորդ գործողությունները, որի մոտ շատ մեծ զարմանք են առաջացրել։ Կայծակնային արագությամբ, ոչ թե ձայնի, այլ կայծակի արագությամբ դատարանը վարույթ է ընդունել, վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բողոքարկման ոչ ենթակա որոշումը։ Ընդ որում, եթե նախկին դատավարական օրենսգրքով դատական ակտերը, եթե դրանք հանգեցնում են առերևույթ դատական սխալի կամ մարդու եւ սահմանադրական իրավունքների բունեության խաթարման եւ այլն արդարադատության բունեության խաթարման, ապա վերաքննիչ դատարանը ուներ նման բողոքները վարույթ ընդունելու հնարավորություն, անկախ դրանք բողոքարկման ենթակա լինելու հանգամանքից։ Նոր դատավարական օրենսգրքով վերաքննիչ դատարանը նման լիազորություն չունի։ Մինչդեռ կայացնում է կայծակնային արագության բողոք վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում, արձանագրելով որ չկան բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր։ Այնինչ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ բողոքարկման ոչ ենթակա որոշումները բողոքարկելու դեպքում վերաքննիչ դատարանը դրանց վարույթ ընդունելը պետք է ուղղակի մերժի։ Սա քաղաքացիական դա ֆիքսել է, որ բողոքարկման ենթակա չէ։ Իհարկե առաջինացիանի ես հիմա ձեզ կցուցադրեմ առաջինացիանի դատարանի որոշումը։ Առաջինացիանի դատարանը իր որոշմամբ հստակ նշել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, խնդրում եմ ուշադրություն դարձնեք, հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման։ Հրապարակման պահից բողոքարկման ենթակա չեն բոլոր 3 դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն։ Ուժի մեջ եմ, ինչ է որոշել դատարանը, խնդրում եմ ուշադիր լսեք։ Անուն ազգանունները թույլ տվեք չընթերցեն, դրա փոխարեն շատ լավ, դրա փոխարեն օգտագործեմ Արցախցի անունը։ Արցախցու պահանջն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին բավարարել։ Արցախցուն ընդգրկել իր հաշվառման վայրի ընտրական տեղամասի 0706/2026 թվականի կայանալիք ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակում։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վերջնական է ենթակա չէ բողոքարկման։ Հաջորդը ով է վարույթ ընդունում է հայցադի սրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։ Դեռևս 2021 թվականին, ես հիմա կրկին պետք է օգտվեմ հեռախոսից դատավորի տվյալները։ Բաղմանյան, եթե չեմ սխալվում։
Արարատի եւ Վայոց ձորի մարզի դատարանում ունենում ենք դատավոր Իվան Զավենի Բաղմանյան, ով որ 2021 թվականին կայանալիք ընտրություններին 8 հատ 8 Արցախցու հայց է բավարարում եւ պարտավորեցնում ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության այն ժամանակ անձնագրային էր կոչվում։ Ներառել այդ քաղաքացիներին ընտրական ցուցակում։ Կրկնում եմ 2021 թվականին դատավոր Իվան Զավենի Բաղմանյան, Արարատի եւ Վայոց ձորի մարզի դատավոր է։ 8 հոգու հայց բավարարում է եւ պարտավորեցնում նրանց ներառել ընտրողների ցուցակում։ Որոնք չի բողոքարկվում։ Ընդ որում դատավորը իր որոշման մեջ հստակ նշում է 8-ն էլ բավարարում է եւ 8-ն էլ նշում։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Կրկնում եմ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Գործը քննում է հենց քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։ Դա համարելով ընտրացուցակներում կատարվող ճշգրտումներ, որը օրենքով վերապահված են քաղաքացիական դատարանի։ Բայց 2000-ը, եթե չեմ սխալվում, 22 կամ 23 թվականին այս նույն դատավորը տեղափոխվում է Վերաքնիչ դատարան։ Հիմա այս նոր կայացված դատական ակտը Արցախցու մասով բողոքարկում է Իվան Զավենի Բաղմանյանը դատական կազմում ընդգրկված է եւ կայացնում է բողոքվարույթ ընդունելու վերաբերյալ որոշում։ Կրկնում եմ, Իվան Զավենի Բաղմանյանը դատական կազմում ընդգրկված լինելով կայացնում է բողոքվարույթ ընդունելու որոշում։ Այնպիսի որոշման դեմ ներկայացված բողոք, որը որ ըստ իրեն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Պատկերացնում եք աբսուրդի աստիճանը, եւ այսքանը անում են ամենավատը, կայծակնային արագությամբ հրապարակում են դատական ակտի հրապարակման ամսաթիվ հունիսի 1-ը։ Հունիսի 1-ը արդեն դատական ակտի հրապարակման ամսաթիվ է։ Ինչ է ստացվում։ Պետական արդարադատություն իրականացնող մարմինը դատարանը կայացնում է որոշում։ Որոշումը ուժի մեջ համտնում հրապարակման պահից վերջնականա բողոքարկման ենթակա չի։ Ներքին գործերի նախարարությունը իրեն թույլ է տալիս քննադատել դատարանի որոշումը, անարգանք ցուցաբերել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման նկատմամբ, այն չկատարել, այսինքն կատարել քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն, որովհետև դատական ակտի չկատարումը այն էլ պաշտոնատար անձի կողմից որակյալ հանցագործություն է։ Թույլ է տալիս իրեն չկատարել, քննադատել, բողոքարկել, իսկ Վերաքնիչ դատարանը առանց որևէ պատճառաբանության կայացնում է տիպային վարույթ ընդունելու որոշում։ Վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ։ Այդ բողոքը, այդ որոշում բողոքարկման Վերաքնիչը գրում ասում է, դե չկան բողոքը վարույթ ընդունելը մերժելու կամ բողոքը վերադարձնելու հիմքեր, հետեւաբար բողոքը պետք է ընդունեն վարույթ։ Պարոն Երեցյան, այսինքն ենթադրվում է մինչև ընտրություններ Վերաքնիչը որոշում չի կայացնի եւ այդ մարդիկ արդեն կմասնակցեն, չեն մասնակցի առաջարկյանի որոշումը։ Հենց հաջորդ զարմանալի իրադարձությունը կայանում է նրանում, որ Վերաքնիչ դատարանը Ես ունեմ Վերաքնիչ բողոքներ ներկայացված, որոնց քննություն նշանակված է 27-28 թվականներին, որոնց դատական ակտի հրապարակման օրը պետք է լինի 27 կամ 28 թվական։ Հեսա խնդրեմ Տիկին Ավանեսյանը այստեղ ներկա իր գործով կենսաթոշակների համապատասխան դատավորի կենսաթոշակ ստանալու համար կա ներկայացված բողոք, որի քննություն նշանակված է կամ դատական ակտի հրապարակման օրը նշանակված է 26-27 թվականներին։ Բայց Վերաքնիչ դատարանն ինչ է անում։ Նույն օրը ներկայացված բողոքը ընդունում է վարույթ 2026 թվականի հունիսի 1-ին հայտարարում հրապարակման օր 26 թվականի հունիսի 1-ին պրակտիկայում ինչքան էլ փնտրեք, անգամ քրեական գործերով այսպիսի նախադեպ մենք չենք Օրենսդրական փոփոխություն եղել է, Օրենսդրական փոփոխություն որպես այդպիսին չի եղել քաղաքացիության ընդունման կամ քաղաքացիության դադարման մասով։ Միակ օրենսդրական փոփոխությունը, չնայած դա դրական փոփոխություն չէ, դա ընդհանրապես ենթաօրենսդրական ակտ է, դա կառավարության 2023 թվականի հոկտեմբերի որոշումն է, որով արցախցիներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ըստ այդմ նրանք հանդիսանում են փախստականներ։ Ինչի ՆԳՆ-ի նախարարության դիրքորոշումը կայանում է հետևյալուն. Եթե դու ունես փախստականի կարգավիճակ, իսկ կոնվենցիայի եւ օրենքի ուժով փախստական կարող է լինել միայն այն անձով, որ չունի քաղաքացիություն կամ հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի, ուրեմն դու քաղաքացի չես։ Դատարանը ասում է, հո, հասկացան, տվել ես ժամանակավոր պաշտպանություն։ Լավ ես արել, ուզում է անձը թո բողոքարկի, համաձայն չի դրա, թո բողոքարկի։ Ով ինչ ուզում անի, դա ինձ չի հետաքրքրում։ Բայց այս անձը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Այդ քաղաքացու անձնագրի շնորհիվ ինքը համարում է քաղաքացի, որովհետև գոյություն ունի քաղաքացիության մասին օրենք։ Իսկ քաղաքացիության դադարման հիմքերը հստակ եւ սպառիչ թվարկված են օրենքով։ Դրանով են չէ ճանապարհորդում եւ այլն։ Զգացվում է, որ Ես այդ ճանապարհորդության մասով էլ էսա դիրքորոշում հայտնեմ, ես քիչ հետո ձեզ կներկայացնեմ ճամփորդական փաստաթուղթ։ Կառավարությունը սահմանում է նաեւ ճամփորդական փաստաթղթի ձևը։ Եթե ճամփորդական փաստաթուղթը իմ ծանոթներից մեկը ունի ճամփորդական փաստաթուղթ, դնում եւ համեմատում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հետ, դրանք տարբեր փաստաթղթեր են։ Հետեւաբար Արցախցու անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ անվանել չի կարելի։ Դա անգամ հակասում է կառավարության որոշման եւ օրենսդրական պահանջներին, որովհետեւ ճամփորդական փաստաթղթի ձևը սահմանված է, իսկ այդ սահմանված ձևին չի համապատասխանում Արցախ քաղաքացու անձնագիրը, արցախցիների անձնագիրը։
Հիմա Արցախցուն տրված անձնագիրը արտաքին առումով եւ բովանդակությամբ ոչ չնչով չի տարբերվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական։ Միայն մի բան, ստորաբաժանումը 0.70։ Ասեմ ավելին, մենք ունենք արցախցիներ, ովքեր ըստ ՆԳՆ նախարարության ճակերտներում չունեն Հայաստանի քաղաքացիություն, բայց ունեն Հայաստանից ստացած անձնագիր, օրինակ տրված 001-ի կողմից։ Բայց նրանց եւս չեն համարում քաղաքացի։ Հարցը առաջանում, ոնց է դու իրաց։ Ես անձամբ ունեմ նաեւ նույնականացման քարտ։ Նույնականացման քարտ, որի ստորաբաժանումն էլ է նշած, որ նատված Հայաստանի Հանրապետությունից ստացած։ Բայց ինչ չեն համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Լավ, անձնագիրի ճամփորդական փաստաթուղթը, բա նույնականացման քարտը ինչ է։ Նույնականացման քարտով կարելի է գնալ եւ քվեարկել։ Իհարկե, հիմա մեր դիրքորոշումը հենց կայանում է դրանում, որ պետք է գնալ եւ պետք է քվեարկել։ Արցախցիները ունեն ընտրության իրավունք եւ դա արձանագրում են ոչ թե ես, արձանագրում է դատարանը։ Հիմա ճիշտ եմ ես հասկացնում, բոլոր են արցախցիները, որոնք քաղաքացիություն չեն ստացել, այսինքն իրենց անձնագրերը չեն փոխել, զրկված են ընտրելու իրավունքից։ Փաստացի այս պայդրությամբ այո։ Մենք ունենք 4 խումբ արցախցիներ։ Եկեք բաժանենք 4 խմբի։ Արցախցիներ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չեն ընդունել, հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում եւ ունեն 0.70 կոդով անձնագիր։ Արցախցիներ, ովքեր արդեն իսկ ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երրորդ խումբը արցախցիներ, ովքեր ունեն 0.70 կոդով անձնագիր, բայց համարվում են Հայաստանի քաղաքացիներ։ Այդպիսի խումբ էլ կա։ Պարզաբանը ինչ է ՆԳՆ-ն ասում։ Ասում է, եթե անձը առաջին անգամ իր անձնագիրը ստացել է Հայաստանի Հանրապետությունում ՀԽՍՀ-ից հետո առաջին անգամ իր անձնագիրը ստացել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նա համարվում է Հայաստանի քաղաքացի, անկախ 0.70 կոդով անձնագիր ունենալու հանգամանք։ Իրենք իրենց հակասում են, եւ վերջի խումբ արցախցիները, ովքեր ի սկզբանե, այսինքն միջև հիմա 0.70 կոդով անձնագիր ունեն, Հայաստանի քաղաքացիություն չեն ընդունել եւ հաշվառված չեն անգամ Հայաստանի Հանրապետություն։ Այդ չհաշվառվածների մասով ես ընդունում եմ։ Կա խնդիր ընտրությունների մասնակցելու մասով, բայց այն արցախցիները, ովքեր հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում, ունեն ընտրությանը մասնակցելու իրավունք եւ նրանց ընտրացուցակներում չներառելը իմ կարծիքով հետագայում ընտրացուցակները անվավեր ճանաչելու հստակ հիմքեր են։ Մի ավելացում էլ վերջ, մի ավելացում էլ հստակ իրավունք ունեն ընտրելու։ Այո, թույլ տվեք մի ավելացում էլ կատարել եւ վերջ։ Այս պահի դրությամբ, որ դատական ակտը չի կատարվում, այսինքն դատանը որոշել ասում, ներառեք ընտրացուցակում, բայց դատարանը որոշել ասում է ներառեք ընտրացուցակում, բայց դատական ակտը կատարված չէ։ Մտնում ես ընտրացուցակները ամփոփ տվյալները նայում ես, չկա փոփոխություն։ Իհարկե այդ փոփոխությունները անելու դեռ ժամանակ ունեն, բայց ես արդեն կռահում եմ 2026 թվականի հունիսի 1-ի վերաքննիչ դատարանի որոշումը։ Այսինքն սա արհեստական խոչընդոտ է, որպեսզի չընտրեն արցախցիների մասը։ Ոչ միայն ինձ, այլ նաև այստեղ ներկա բոլոր անձանց, կարծում եմ, նաև ձեզ ինձ թվում է պարզ է, ինչպիսի վերաբերմունք ունեն արցախցիները գործող իշխանության նկատմամբ։ Սա պարզ առնվազն արցախցիների մեծամասնությունը ինչպիսի վերաբերմունք ունեն գործող իշխանության նկատմամբ։ Հիմա եթե այդ վերաբերմունքը լիներ հակառակը, հիմա անգամ անձնագիր չունեցող արցախցին կկարողանար ձայն տալ։ 21 թվականի նույն դատավորը, որի այս կազմում էլ կա, Իվան Զավենի Բաղմանյան։ Ինչ հողումներ է արել, այսինքն իր որոշման մեջ որպես հողում որն է եղել, որը հիմա ըստ երևույթի անտեսվում է։ Այ ժողովուրդ ջան, ուզում եմ դա հասկանաք, չկա հղում, ընդամենը մեկ նախադասություն, բացակայում են վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր, որևէ հղում չկա, սովորական դիտարկել է որպես վերաքննիչ բողոք, սովորական որոշման դեմ վերաքննիչ բողոք, եւ դա ընդունել վարույթ։ Ասենք, չգիտեմ, օրինակ բողոքարկում է օրինակ ինչ որ 1-ից 100,000 դրամ գանձելու վերաբերյալ դատարանի վճիռ։ Այսպիսի ընթացակարգով ինքը ընդունել է վարույթ։ Հիմա դուք կանխատեսում նախնական որոշումները, որոնք բավարար Նախնական որոշումներով ինքը հստակ նշել է, ինքը նախնական որոշումները, որը բավարարել է, հստակ նշել է, որ եթե արցախցին կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, ուրեմն նա ունի ընտրությանը մասնակցելու իրավունք։ Եվ քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներում նրա անունը, ազգանունը, այսինքն նրա տվյալները, անհատականացնող տվյալները ներառված չեն որպես ընտրողի տվյալներ, ուստի պետք է հայցը բավարարել եւ պարտավորեցնել նրանց ներառել ընտրացուցակում։ Եվ քաղաքացիները ներառվել են, քաղաքացիները գնացել եւ մասնակցել են ընտրություններին 21 թվականին։ Այսպիսի ունեցել ենք, եթե չեմ սխալվում, մի քանի 100 դատական ակտեր։ Ես խոսեցի միայն Իվան Զավենի Բաղմանյանի մասին։ Քանի հոգի է զրկված ընտրելու։ Ես այս պահի դրությամբ ճիշտ կլինի, ավելի ճիշտ կլինի լիազոր մարմինները պարզաբանեն, քանի արցախցի արդեն ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց այդ մասով էլ ունենք խոչընդոտ, ասեմ իմանալ։ Եթե արցախցին օրինակ ընդունել է քաղաքացիություն, այս պահի դրությամբ օրինակ նրան ազնագիրը
տրամադրելու գործողությունը արհեստականորեն ձգձգվում է։ Չգնայես կա նախագահ հրամանագիրի մարդը երթումը տվել է, բայց անձնագիր տրամադրելու գործողությունը արհեստականորեն ձգձգվում է։ Կամ որ տրամադրում են անձնագիր ՆԳՆ մի հատ անհեթեթ պարզաբանում ա ներկայացնում, ասում ա դե չգիտես դե չնայած անձնագիրը ունես, բայց օրենքով դու պետք է ունենաս 6 ամսյա ժամկետով անձը հաստատող փաստաթուղթ։ Նախ անձը հաստատող փաստաթուղթը միայն անձնագիրը չէ։ Եվ երկրորդ 6 ամսյա բաղեմությամբ անձնագիր ունենալը պարտադիր նախապայման չէ ընտրությունների մասնակցելու համար։ Փաստացի քանի արցախցու ընտրական իրավունք ա խոչընդոտում, առնվազն 90%, 95%-ի ասեմ այս։ Այսինքն դուք կանխատեսեք, որ վերաքննիչ դատարանը կփոփոխի։ Ինչու եք դուք պայմանագիր դիտարկում, որ 120,000 արցախ։ Մենք ունենք նաև 2020 թվականից հետո տարհանվածներ։ Մենք ունենք միջև այդ իրենց բնակության վայրը տեղափոխած եւ Հայաստանի Հանրապետություն բնակություն հաստատած քաղաքացիներ, ովքեր Հայաստանի քաղաքացիություն չեն ընդունել։ Այ հենց նրանց մասին եմ խոսում, երբ որ ասում եմ կան անձինք, ովքեր ունեն Հայաստանի կոդով անձնագիր, բայց նրանց Հայաստանը իրենց քաղաքացի չի համարում։ Այսինքն դուք կանխատեսում եք, որ վերաքննիչ դատարանը Առաքելյանի որոշումը կբեկանի կփոփոխի, եւ ըստ տրամաբանության մեկ հարց էլ պարոն Երեսյան, դուք հնարավորություն կունենաք ըստ տրամաբանության վճռաբեկ դատարան բողոքարկելու, չէ՞։ Ինձ թվում է մինչեւ ընտրություններ գուցե չհասվի վճռաբեկի որոշումը իմանալ։ Իսկ այդ պարագայում հարց է առաջանում, մենք ինչպես ենք մասնակցելու ընտրությունների։ Եթե վերաքննիչ դատարանի նախ լավ, մի օրում ես հասցրեցի, բողոքը գրեցի եւ ներկայացրեցի։ Վճռաբեկը դուք պատկերացնում եք 3 օրում որոշում կայացրել։ Վճռաբեկը օրինակ շատ շուտ ամենակարճ որոշումը կայացրել է Սամվել Կարապետյանի գործով, երբ որ հիմնավոր կասկածի բացակայության մասով դիրքորոշում էր տալիս։ Բայց անգամ այնտեղ չհասցրել այսպիսի արագության որոշում կայացնել։ Ես չեմ պատկերացնում, որ միջև ընտրություններ, եթե վերաքննիչ պայմանական իրենց բողոքը բավարարես, մենք բողոքարկեցինք վճռաբեկը միջև այդ բարույթ կընդունի։ Մի հատ էլ որոշում կկայացնեն, այդ որոշումներ կլինի մեր օգտին։ Այս պահի դրությամբ, ախր այս քննարկելու այս ամեն ինչ քննարկելը անիմաստ է։ Ունենք առաջինացիային դատարանի որոշում։ Այդ որոշումը վերջնական ուժի մեջ համտնում հրապարակման պայ կնիկված է Հայաստանի Հանրապետության կնիկով։ Էլ ինչ կա քննարկելու։ Մարդիկ գնացին ընտրությունների մասնակցեցին։ Միջազգային պրակտիկան, ասեմ, Եվրոպական դատարանը, ասեմ ավելի, մեր սահմանադրական դատարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի երկրորդ մասի սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Եվ սահմանադրական դատարանը այնտեղ իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ այսպիսի որոշումների չբողոքարկումը համապատասխանում է սահմանադրությանը, որովհետև հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը պետք է ունենա վերջնական որոշում, մասնակցի ընտրությանը, թե ոչ սահմանադրական սահմանադրականության հարցը քննարկել է, ասել է հողում կատարելով նաև Եվրոպական դատարանի բազում նախադեպային որոշումների հստակ արձանագրել է, որ դա իրավաչափ է։ Այսինքն նման որոշումները պետք է ենթակա չլինեն բողոքարկման։ ՆԳՆ մի ուրիշ հետաքրքիր պարզաբանում էլ ունի, ասում է, դե գիտեք, այդտեղ խոսքը վերաբերում է ճշգրտումներին, մինչդեռ ընտրացուցակում անձին ներառելը ճշգրտում չէ։ Բայց սրա կապակցությամբ գոյություն ունի ընտրական օրենսգիր։ Ընտրական օրենսգրքի հիմա հոդվածը չեմ մտաբերի, բայց հստակ կարող եմ ասել։ Ընտրական օրենսգրքի վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ ընտրացուցակում ներառելը վերաբերում է ճշգրտմանը։ Ինչ է ասում ընտրական օրենսգիրքը, ասում է, ճշգրտման արդյունքում անձանց թվականակը կարող է փոխվել։ Եթե ասում է ճշգրտման արդյունքում թվականակը փոխվել, ուրեմն թվականակի փոփոխությունը հանգեցնում է ճշգրտման։ Հետևաբար նման գործերը վերաբերում են ճշգրտման։ Եվ հետեւաբար ՆԳՆ նախարարության, ներքին գործերի նախարարության պարզաբանումը անհեթեթ է, ոչ իրավաչափ եւ իմ կարծիքով անարգանք է դատարանի նկատմամբ, որը չգիտեմ ինչու հանդուրժվում է բոլորի կողմից։ Նիկոլ Փաշինյանը ասում է արցախցիները պետք է Հայաստանում տնավորվեն, դա ենթադրում է նաև, որ պետք է ընտրական գործընթացների մասնակցեն։ Հիմա ինչպես են տնավորվում արցախցիները, երբ անգամ ընտրական գործընթացներին թույլ չեն տալիս մասնակցել։ Վերջի շաբաթվա իմ համար նշանակալի նորություններից մեկն էր այն էլ, որ կոնկրետ իմ մոտ ինձ ունեմ 5 վստահորդ տեսմասով, բայց շատ են այդպիսի անձինք, որ արցախցի բարձրաստիճան զինվորականներին ուղարկում են իրենց ծառայողական բնակարանները ազատելու վերաբերյալ ծանուցում։ Այդ ծանուցումը զինվորականների անունները կարող է, օրինակ Ֆելիքս Գաբրելյան, Վլադիկ Խաչատրյան, Արմեն Ղահրամանյան, շատ մարդիկ կան։ Արմինե Մոսյանի հենց նշածս անձանց մեկը իր հորաքրոջ ամուսինն։ Հիմա այս մասով պարզաբանում։ Տեսեք, ընդ որում այդ ուղարկված ծանոթությունների մեջ որևէ պարզաբանում չկա, ընդհանրապես գիտեք ինչ ա նշված։ 2007 թվականին ասма քեզ հատկացված 40 քառակուսի մետր մակերեսով բնակարանը հատկացվել է սխալ։ Վերջ, խիստ սխալ։
Ընդ որում հասցեն են անգամ սխալ նշում։ Ասում է Գյուրջան, հասցեին քեզ հատկացված բնակարանը, հատկացվել է սխալ, մարդ ասում է իսկ Գյուրջանը բնակարան չունի։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Արցախի ներկայացուցչության շենքը պիտի վերադառնի, կանդրադառնամ։ Արցախի ինստիտուտներ չեն կարող։ Շատ լավ, կանդրադառնամ։ Ասում է հատկացվել է սխալ։ Հիմա իհարկե այս կապակցությամբ մենք օրինակ Միքայել Արզումանյանի եւս այսպիսի ծանոթում են ուղարկել, դիմել ենք դատարան, գործողությունը նշված գործողության կատարումից ձեռնպահ պահելու պահանջով, դատարանը բավարարել է, մտել է դատական ակտի ուժի մեջ, բայց սա դրեցինք մի կողմ։ Այս նույն անտեսում են դատական պրակտիկան եւ նորից էս արցախցիներին ուղարկում այսպիսի ծանոթություններ։ Ինչ էի ուզում ասել։ Տնավորման հարցին պատասխանելիս ես չեմ բացառում, որ վաղը սերտիֆիկատների միջոցով Արցախից տարհանված այն Արցախից տարհանված կամ բռնի տեղահանված այն անձին, ովքեր Հայաստանում սերտիֆիկատ իրացրել եւ ստացել են բնակարան, նրանց կարող է մի հատ ծանոթություն ուղարկի ասել, դե ձեր բնակարան, ձեր սերտիֆիկատը հատկացվել է սխալ հիմունքներով, ուստի խնդրում եք օրինակ գումարը վերադարձրեք պետությանը կամ այդ բնակարանը։ Հենց ես այդ նպատակով եմ այսօր ժողովրդին հրավիրել այստեղ։ Հանրություններից առաջ Ժամկետ նշվում է, ինչ ժամկետում պետք է ազատել բնակարանը։ Օրենքով 10 օր է նախատեսում դրա համար։ Ողջամիտ ժամկետ, ընդ որում այդ ծանոթությունները ուղարկում են այն անձանց, որոնց բնակարանում բնակվում է օրինակ 4-ամյա աղջիկ։ Բայց սխալ ասել է պարոն Երեսյան, ինչ նկատի ունեն։ Ինչ նկատի ունեն։ Ես էլ չգիտեմ։ Էս է մեր մակար։ Պաշտպանության նախարարության բնակենցաղային հանձնաժողովի կողմից ուղարկված ծանոթման մեջ նշվածը հենց այդ է սխալ։ Երևի իրավաբանական առաջին կուրսի ուսանողը ավելի ճիշտ եւ որոշակի պարզաբանում կմտցներ։ Ինչ է նշանակում սխալ։ Խիա սխալ։ այդ սխալը տարիների ընթացքում նոր է դարձել։ Բա հենց մեր հասածն էլ է դա, էլի։ Դի ներկայացության շենքը 1997 թվականին կառավարության որոշմամբ հատկացվել է Արցախի հանրապետությանը։ 2025 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը սկսում է ուսումնասիրություններ, զեկույց ներկայացնում գլխավոր դատախազությանը։ Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացնում դատա։ Գիտեք հայցը ինչով են բարձրաբանում։ Ասում է դե որոշումը եղել է կառավարության, բայց նվիրատվության պայմանագիր չի եղել։ Ու ինչ որ այդ հիբրիդային այդ նույն պայքարի միջոցով կեղծ տեղեկություններ են տարածում, միանում շենքը մեկ ասում են գրավադրած է, մեկ է սա, մեկ է նա, բայց իրականում ընդհանրապես սա է։ Ասում է չնայած կառավարության որոշումը կա, բայց սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագիր չեք կնքել։ Ժամկետ չկա է, կառավարության որոշումը կարող է կատարվել ցանկացած բան։ Միջև էս բայ կառավարության որոշումը ուժի մեջ է։ Վարչական դատարանի նորանշանակ նախագահ պարոն Զարիկյանը կայացնում է որոշում հայցը բավարարելու մասին։ Միջև այդ հայցի բավարարումը ես Արցախի հանրապետությանից, մեկ Արցախի հանրապետության կառավարության, մեկ ներկայացության, տարբեր անձանցանից դիմում եմ գրում, ասում եմ մենք ունենք գործող սեփականության իրավունքի վկայական։ Պետությունը ճանաչում է եւ պաշտպանում է մեր սեփականությունը։ Մեզ ներգրավեք գործով որպես երրորդ անձ։ Դա վարչական դատավարության օրենքի ի պաշտոն էքս օֆիսով քննության սկզբունքներում դուք պետք է անեիք։ Սեփականատիրոջը ներգրավեք, որպես իր լսված լինելու իրավունքը ապահովեք։ Գա ասի ինքը իր կապակցությամբ ինչ դիրքորոշում ունի։ 3 միջնորդություններ 3-ն էլ մերժում են։ Արդյունքում Արցախի հանրապետությունը սեփականազրկվել է առանց իր կարծիքը լսելու։ Սա դիվանագիտական առումով մենք ունենք նաև միդից վերցրած տեղեկանք արտաքին գործերի նախարարությունից, որ ներկայացությունը Հայաստանի հանրապետությունում գրանցված է որպես դիվանագիտական մարմին։ Դիվանագիտական առումով կամ միջազգային իրավունքի տեսանկյունից սա համարվում է Արցախի հանրապետության տարածք։ Մենք հիմա կանգնած ենք Արցախի հանրապետությունում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես օրինակ Հայաստանի հանրապետության օդանավը անկախ նրանից որտեղ է գտնում Հայաստանը համարվում է Հայաստանի տարածք, նույնպես ես սա համարվում է Արցախի տարածք։ Հիմա Արցախի վերջի տարածքը Հայաստանի հանրապետության դատարանի որոշմամբ վերցրվեց Արցախից։ Բայց ստացվում է, եթե ասում են ինստիտուտներ չպիտի լինեն, մյուս կողմից թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանում ինստիտուտների ձևավորմանը Արցախի քաղաքացին կարողանա մասնակցել, այսինքն ստացվում է, որ այստեղ պիտի ընդհանրապես լուր նստեն, սպասեն, թե օրինակ ինչ իշխանություն կձևավորվի, Արցախի հարցում դիրքորոշում ինչպիսին կունենա, կշարունակի այս դիրքորոշումով առաջ շարժվել թե ոչ, այսինքն ինչպես ստացվում է, որ մյուս կողմից, եթե ասում են չկա Արցախ, ապա չկան նաև ինստիտուտները, կան Հայաստանի ինստիտուտները, բայց արցախցիները չեն կարող դրանց ձևավորմանը մասնակցել։ Այդ երբ որոշեցին է, որ չկա Արցախ եւ չկա ինստիտուտներ։ Բա որ 2022 թվականին ներողություն։ Բա որ 2022 թվականին բյուջեի մասին օրենքով հստակ նշում էին, որ Արցախի հանրապետությանը հատկացնել է քամբար։ Այդ ում էին հատկացնում։ Ում էին հատկացնում, ասում են Արցախը Ադրբեջանա, ում էին հատկացնում։ Դուք գիտեք ինչու չեն Արցախի հանրապետության արցախցիներին համարում Հայաստանի քաղաքացիներ։ Օրինակ, պատկերացնում եք, գիտեք սրա պատասխանը միայն ընտրություններն է։ Ոչ, արցախցիները իրականում ընտրազանգվածի 4 թե 5%-ն են կազմում։ Եվ ընտրությունների վրա այդպիսի ծանրակշիռ դեռ խաղալ չեն կարող։ Իհարկե, ընտրությանը մասնակցողների առումով սա մեծ
8% է, բայց այնուամենայնիվ խնդիրը սրանում չէ, բարձաբանեմ խնդիրը ինչումն է։ Ուրեմն, երբ որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախի հանրապետությունը ճանաչում է Ադրբեջան եւ վերջագետ, դրանով ընդունում է, որ Արցախի հանրապետության տարածքը հանդիսանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ընդունեց, որ արցախցիները հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ, ստացվում է, որ ինքը ընդունում է, որ Հայաստանի քաղաքացիները օկուպացրել են Արցախի հանրապետության իրենց տարածքային ամբողջականության մասը, այսինքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասը։ Եվ այդ համատեքստում Ադրբեջանը օրինակ իրավունք հաստանում դիմել միջազգային դատարաններ, ասել դե քանի որ Հայաստանի քաղաքացիներն են օկուպացրել, ուստի հատուցումները տրամադրեք եւ այլն։ Հիմա էլ կարող են։ Տեսեք, դուք ասում եք, որ հատկացումներ են արել Արցախի հանրապետությանը, հիմա Արցախի բարձր ղեկավարությունը ռազմաքաղաքական բախվում է, երես ու ասում են ահաբեկչությանն են ֆինանսավորել, ստացվում է, որ Հայաստանի իշխանության այդ տրամաբանությամբ ստացվում է Հայաստանի կառավարությունը եւս։ Դրա մասին պետք էր մտածել, երբ որ Արցախը ճանաչում էին որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Ախր այնքան այսպիսի խնդիրներ ունենք։ Լավ, մի ուրիշ հարց ներկայացնեմ։ Արցախցին քաղաքացի չի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի։ Հայաստանի Հանրապետության դատավորներից հիմա անուն ազգանունները չեմ նշի զուտ հարգանքից ելնելով։ Բայց Տիկին Ավանեսյանը օրինակ գիտի ես ում մասին եմ խոսում, կարծում եմ Տիկին Արզումանյան եւս գիտի ում մասին եմ խոսում։ Բազում արցախցիներ չունենալով Հայաստանի Հանրապետության իրենց լեզվով ասած քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության դատավորի պաշտոն են զբաղեցրել։ Հայաստանի Հանրապետության դատավոր ինչ է ստացվում, իրականացվել է ապօրինի արդարադատություն, հիմա այդ մարդկանց դատած մարդիկ իրավունք ունեն դուրս գա, որովհետև դատավորի պաշտոնը կարող է զբաղեցնել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նույն ձևի նաև քննիչներ, դատախազներ, բարձրաստիճան զինվորական սրանք բոլորը հանրային ծառայողներ են եւ ըստ էության կարող են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնել միայն այն դեպքում, եթե հանդիսանում են Հայաստանի քաղաքացի։ Օրենքով բացառությունը միայն վերապահված է ՏԻՄ-ի, տեղական ինքնակառավարման մարմինի հանրային ծառայողների։ Իրանց հանրային ծառայողներին չի որոշակի պաշտոն զբաղեցնող անձանց։ Իրանց համար պարտադիր չի։ Մնացած պաշտոնները, օրինակ դատավորի համար պարտադիր է, դատախազի համար պարտադիր է, քննիչի համար պարտադիր է, ոստիկանների համար պարտադիր է, զինվորականների համար պարտադիր է։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այսքան ժամանակ ինչ եղել ապօրինի է եղել, կամ երբ որ հերթը հասնում է նրան արցախցին քաղաքացի է, օրինակ, բազում արցախցիներ հիմա գտնվում են հետախուզման մեջ, օրինակ զորակոչից խուսափելու եւ նմանատիպ այլ հիմքերով։ Բա եթե քաղաքացի չեն, հետեւաբար նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու պարտականություն չեն կրում։ Բա ոնց են այս զորակոչից խուսափելու մեղադրանք, ոնց եք նրանց վրա դնում։ Ինչու եք նրանց նկատմամբ հետախուզում հայտարարում։ Քաղաքացի չեն, քաղաքացի չեն։ Ու ասես մի հատ տարածված կեղծ տեղեկություն կա, որ դե իմացեք, որ եթե ընտրությունների մասնակցեք, եթե քաղաքացի եք, ապա նաև ծառայելու եք։ Ինչի որ Արցախցին է խուսափել ծառայությունից։ Այդ որ Արցախցին է խուսափել։ Ոչ մեկ էլ չխուսափում։ Տվեք մեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերապահված իրավունք եւ պարտականություն, մենք մեր իրավունքներն էլ կիրացնենք, մեր պարտականություններն էլ կկատարենք։ Այսինքն ունենք զինվորական ծառայության պարտականություն, կծառայենք։ Ես միանշանակ դրա կողմնակիցն եմ։ Միանշանակ։ Բայց պետք է նաեւ ոչ միայն պարտականությունը լինի, այլ նաեւ իրավունքը։ Ինչպես ունի իրավունքներ, այնպես էլ պետք է ունենա պարտականություններ, այո, դա ընդունում ենք։ Եվ այս տրամաբանությամբ կարելի ասած դատարանի որոշմամբ դատարանը չի ճանաչում եւ չի ընդունում փաստականի վկայականը։ Ասма դուք քաղաքացի եք, վերջ։ Մենք բոլորս քաղաքացիներ ենք։ Քաղաքացիություն ունեցող ծնողների երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողների երեխաները երբ ծնվում են այստեղ այս տարիներին վերջին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են որպես իրանց մասկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնվող երեխաները արցախցիները որոնք չունեն Ոչ, այստեղ չկա ծննդյան փաստի ուժով քաղաքացիություն մենք չենք ստանում։ Չենք ստանում։ Օրինակ իմ երեխան ծնվել է Հրազդանում, որովհետեւ պատերազմեր 2020 թվականի հոկտեմբերի 15-ն էր, իմ երեխան ծնվել է Հայաստանում, բայց ինքը չունի Հայաստանի Հանրապետության քաղաք։ Ու դիմել է, հա, որոշակի գործողությունները հասկացանք, բայց Արցախից ծնված է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման ինստիտուտների մեջ դասված չէ, ծննդյան փաստի ուժով մենք քաղաքացիություն ձեռք չենք բերում։ Պետք է ծնողները լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ինչ ճակատագիր է սպասում։ Հայաստանի Հանրապետությունը նրանց համարում է քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կարող են ազգությամբ հայ լինելու փաստի ուժով դիմել եւ պարզեցված կարգով ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաք, բայց այդ պարզեցված կարգը ասում են, ինչ նորում քաղաքացիություն։ Մարդիկ մի տարիա չարչարում են, որ քաղաքացիություն ստան, չեն ստան։ Գիտեք, արցախցիները քաղաքացիությունը այսպես թե ընդունում էին զուտ սերտիֆիկատ, ստիկ սերտիֆիկատներից օգտվելու համար։ Ես ավելի քան վստահ եմ, որ արցախցիների մեծամասնությունը քաղաքացիությունը զուտ ընդունել է ընտրությունների մասնակցելու իրավունք ստանալու նպատակով։ Այդ դրա մասին է վկայում նաեւ պրակտիկան։ Քանի քաղաքացի կա ընտրված
քանի քաղաքացի կա, քանի անձ կա քաղաքացիություն ընդունած եւ քանի անձ կա, ով որ դիմել է սերտիֆիկատի համար ու իրացրել է։ Պարոն Երիցյան, Արթուր Օսիպյանից տեղեկություն կա առողջական Արթուր Օսիպյանը այսօր 11-րդ օրն է, եթե չեմ սխալվում, կամ 12-րդ օրը, որ գտնվում է հացադուլում, բնականաբար հացադուլում գտնվելու հանգամանքով պայմանավորված նրա առողջական վիճակը վատթարացել է, բայց այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության իշխանության հետ սա վեճ ինչ ուզում ալնի։ Հանրային մեջ ճնշում կա, Արթուր Օսիպյանի կալանավորումը երևի Հայաստանի Հանրապետության են անհիմն քաղաքական ռեպրեսիաների հետևանքով կայացրած կալանավորման դատական ակտերի առաջին տասնյակում է դասում։ Մեղադրում են խուլիգանության, բռնության կոչի եւ ընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջ։ Քննիչին հարց եմ տալիս, ասում եմ ընտրությանը ո՞նց է խոչընդոտել, կամ քարոզարշավին ո՞նց է խոչընդոտել։ Գիտեք պատասխանը, ասում է վարչապետին ոչ հաճո հարցեր է տվել։ Եվ նկատելով, որ նա չի ուզում պատասխանի հարցի, շարունակել է պատասխանը։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը շարունակաբար այդ ոչ հաճո հարցերն էլ, վիրավորանքներն էլ, խոչընդոտներն էլ ու չի գնում։ Բայց Արթուր Օսիպյանը երբ որ նկատել է, որ իր հարցերին չեն ուզում պատասխանել, այսպես ձեռները բարձրացրել է, թե գնա։ Ես սկսել եմ հարվածների զոհ դառնալ։ Այստեղ նրանք տեսան բռնության կոչ, ինչ բռնության կոչ, ում է կոչ արել Արթուր։ Արթուր ասել է գնում եմ բմբուլները քամուն տամ։ Գնում եմ, ես եմ գնում։ Մարդը ոչ մեկին կոչ չի արել, չի ասել, եկեք հավաքվենք, գնանք այսպիսի գործողություն կատարենք։ Այստեղ բռնության կոչի անցակաց չկա։ Կամ ինչ խուլիգանություն։ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի, էլի։ Ես Արթուր Օսիպյանին ասում եմ, բայց Արթուր Օսիպյանի համառությունը մի քիչ ուրիշ է։ Արթուր Օսիպյանի համառությունը մի քիչ ուրիշ է։ Իմ համար օրինակ Նիկոլ Փաշինյանի այդ ներողությունը էական նշանակություն չէր ունենա։ Ես գտնում եմ, որ Արթուր Օսիպյանը պետք է հացադուլից դուրս գա, բայց ինքը իր համառությունը ունի, ինքն էլ է ձևա իր դիրքորոշում արտահայտում։ Ես ներողություն եմ խնդրում ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում, բայց բոլորը սպասում են, որպես ես բարձրաբանում ներկայացնեմ։ Օրինակ Սամվել Շահրամանյանը քաղաքացիություն ստացել է արդեն։ Սամվել Շահրամանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ոչ թե ստացել է, այլ ի սկզբանե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Սամվել Շահրամանյանը ունի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր։ Դիվանագիտական անձնագիրը տրվում է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու գիտեք ինչ պաշտոնաբարեցնող անձ։ Մարդը ունի դիվանագիտական անձնագիր։ Ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, չի դիմել, չի ընդունել, որովհետև համարում է քաղաքացի իրեն։ Ներկայացուցչության շենքին ասացիք, որ Արցախի հանրապետությունի սեփականազրկվել է, ուզում եմ հասկանալ շենքը մինչև երբ է Արցախի ներկայացուցիչների տրամադրության տակ։ Մինչև դատարանի որոշումը մտնի ուժի մեջ։ Ես արդեն բողոքարկել եմ։ Հիմա տեսնենք վերաքննիչ դատարանը նույն կայծակնային արագությունն է օգտագործում եւ շենքը շուտ մեզնից վերցնում է, թե ոչ։ Կարծում եմ, ոչ միայն կարծում եմ, այլ նաեւ համոզված եմ, որ նոր իշխանությունը այդպիսի դիրքորոշում չի ունենա եւ ներկայացրած այդ ապօրինի հայցից կհրաժարվի։